Հայրենակիցներ ջան, վատ լուր եմ բերել քպական, պատգամավոր Նարեկ Գրիգորյանի համար։ Մինչ այդ Նարեկ Գրիգորյանը որը ժամանակ առաջ իր հարցազրույցներից մեկում ասում է, եթե մենք ցույց տանք գեթ 1 բարեգործություն Գեղարքունիքի մարզում, ինքը ներողություն կխնդրի 8 անգամ Սամվել Կարապետյանից։ Ես Գեղարքունիքի մարզից եմ, եթե 1 բարերարություն Գեղարքունիքի մարզում ինձ ցույց տաք, ես 8 անգամ ամյոնից ներողություն խնդրեմ։ 1 բարերարություն Գեղարքունիքի մարզում։ Որից հետո ես գրառում եմ անում տեսանյութ եմ հրապարակում գյուղ Սոտքից, որը որ 2022 թվականին ադրբեջանական ագրեսիայից տուժել էր եւ Սամվել Կարապետյանի միջոցներով վերակառուցվել է 147 տուն։ Post factum Նարեկ Գրիգորյանը փորձում է պայմաններ փոխել։ Մեզ առհասարակ մեր մեծերը եւ մեր պապերը սովորացրել են, որ հայ տղամարդը պետքա լինի իր խոսքի տերը։ Բան ես ասել, պիտի անես։ Post factum նոր պայմաններ մտցնել չէ էլի։ Բայց ամեն ինչից անկախ Նարեկ Գրիգորյան ձեր գրառմանը թե 2021 թվականից առաջ ինչ եք արել, այս անգամ էլ կանրադառնամ մի բան էլ ասեմ։ Գեղարքունիքի մարզում 2020 թվականին Ճամբարակ առողջության կենտրոնը եւ Արթենիսի հիվանդանոցը Տաշիր բարեգործական հիմնադրամից աջակցություն է ստացել, ֆինանսական աջակցություն։ Անկեղծ ասած մյուսը չէի ուզի ասեմ, բայց ասեմ, որ ցենց սղացնելու էլ տեղ չունենակ։ 44 օրյա պատերազմից հետո մեր եղբայրներ, մեր զոհված եղբայրների, մեր հերոսների 309 ընտանիքի էլեկտրաէներգիայի վճարը այդ ընտանիքների փոխարեն վճարել է Սամվել Կարապետյանը իր միջոցներից։ Նարեկ Գրիգորյան, էլ սղացնելու տեղ չկա։ Սպասելու ենք ձեր 8 ներողությանը Սամվել Կարապետյանին։ Մերսի։